եկեք այսպես ասենք, ինչ անենք, որ այդ անոնների մասին եք խոսում, բայց այս պահի դրությամբ, եթե ընդդիմություն ես անգամ էլ մսխի եւ վերջնական միասնական հաղթանակ չգրանցեք Գյումրիում եւ առհասարակ Հայաստանում ընդդիմությանը կներեն թե չէ, մեկ էլ որ ասում եք վերադասներ փորձեցին խառնել եւ այլն, այդ վերադասը ում նկատի ունեք եւ եթե փորձել են խառնել, ապա հիմա ինչու դա չպիտի անեն։ Իսկ ով է ասում, որ հիմա չեն անում, իսկ հիմա ով է ասում, որ չեն անում։ Եվ եթե այդպես էր, գիտեիք, որ այս պատկերն եք ունենալու, գուցե մի փոքր համեստ հայտարարություններ անեք քարոզարշավի ընթացքում։ Գիտեք ինչ, մի բան ասեմ ձեզ, համեստ հայտարարություններ անելն ու չանելը դա արդեն քո գործը չի։ Ես գիտեմ, թե ինչ եմ արել, ու եթե որևիցե մեկը ինձ ասի, թե մի հատ նստենք դեմ իրար հետ խոսենք ու ասենք, թե գիտեք, ինչի համար եք այս հարցը, այս բանը արել, ես այնքան բան ունեմ ասելու։ Ուրեմն էլի ինձանից ոչ մի բան դուրս չի եկել, ինձանից ոչ մի բան դուրս չի եկել, դուրս է եկել նմանատիպ մարդկանցից եւ եթե ճիշտ մարդկանցով էլ հավաքվենք նստենք մեծ ու պզդիկ հասկացողությամբ, ես ասելու շատ բան ունեմ իրենց նկատմամբ, դա մեկ։ Այսինքն ես կյանքում իմ հարաբերությունները երբեք չհավատակ, որ ես հանգարցակի գլուխս կախած ման կալած լինեմ, որովհետեւ ես միշտ ճշմարտության ջատակովն եմ, թեկուզ այդ ճշմարտությունը ինձ ուրեմն վնասում է, բայց ես ճշմարտությունից հեռու չեմ փախնում, հասկանալի է։ Եվ դրա համար իմ ապրելակերպը այդպեսին է եղել, դա մեկ։ Երկրորդ հերթին այդ մյուսը որն էր, ինչ ասեցիր։ Ժողովուրդը միանշանակ չի ներելու ընդդիմությանը, նամանավանդ գյումրեցիները, ով ուզում է սեղի, ինչքան հարկանք ունենաս քաղաքի մեջ, ով քեզանից ինչ ուզում ես արած եղի, եթե հանգարց այս պահին ժողովրդի ձայները, ժողովրդի հույսը խապեցիր, ինչ որ մի այլ տեսակետով ուզեցար ֆռցնել, սպես բաներ, միանշանակ չի լինի։ Ժողովուրդը կոնկրետնի, այդպես ասեմ, կոնկրետնի լավ բառ է, քո գնահատականը տալու է։ Հասկանալի է։ Всё։